Գրեթե ոչինչ չի հիշում թոշակի անցած կապիտան Արմեն Խեչումյանը, նա վկա է խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով։ Նախկին կարմիր բերետավորը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ծառայության է եղել, որտեղից քաշքշելով բերման էին ենթարկել Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին, հետո մեքենայի մեջ հարվածներ հասցրել Հայաստան խմբակցության պատգամավորին, բայց տուժող են ճանաչվել ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը։ Իմացել եք Հրաչիկը Խաչատրյան տուժողը, իմացել եք օրինակ ինչից է տուժել։ Այդ նայ, մենք ֆիքսեցինք, որ դուք տենց չեք հա, հստակ։ Պատասխանը հետո հաջորդի դեպի չի բավարար։ Ինչից է տուժել։ Դերակացել եք երբ է տուժել, ինչից է տուժել։ Կապիտան Խեչումյանը փաստաբանների, դատախազների հարցերին կամ պատասխանում է, որ չի հիշում այդ օրվա իրադարձությունները, կամ երկար լռում։ Նրա դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ժամանակ քննիչին տված ցուցմունքին։ Ոչ մեկ չի ասի։ Նիստերի դահլիճում էկրանին միացնում են քննիչի մոտ տված ցուցմունքի տեսաձայնագրությունը։ Կապիտան Խեչումյանը դիտելուց հետո ասում է, եթե ասել է, ուրեմն ճիշտ է։ Ասեմ ձեզ անկեղծ, ձեզ չեմ հիշում։ Քննիչից հետո ես ոչ մեկի ոչ հանդիպել եմ, ոչ բան, իմ տված ցուցմունքը, որ ես տվել, անկեղծ ձեզ իրոք չեմ հիշում։ Հիմա որ դատարանը թույլատրեց, միացրեցին, նայեցին, հիշեցի, հա։ Դատարանում վկան հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի բողոքի ակցիայի ժամանակ ինքը ցուցարարների մեջ մի պահ տեսել է Լևոն Քոչարյանին։ Ոստիկանի աշխատանքը խոչընդոտելով կամ որևէ բռնություն գործադրելով չի տեսել նրան։ Նաև ասում է, որ չի տեսել շղթա կազմած քաղաքացիների։ Բայց նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել ոստիկանը ու հայտնել, որ Լևոն Քոչարյանը եղել է շղթա կազմած քաղաքացիների մեջ ու ինքը եղել է այն ոստիկանների թվում, որոնք շղթան քանդելու գործին են անցել։ Եվ Լևոն Քոչարյանը այլ քաղաքացիների հետ փորձել է խոչընդոտել ոստիկաններին։ Կարծում եմ օգտակար կլիներ եւ նույնիսկ նաեւ անհրաժեշտ, որ մենք դիտեինք տեսանյութ, որը մեղադրանքի կողմի ներկայացված տեսանյութն է, այն որ Հետո միացնում են այն տեսանյութը, որում Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին բերման են ենթարկում, վկային խնդրում են ցույց տալ իրեն, երբ փորձում են քանդել քաղաքացիների կազմած շղթան, որոնց մեջ եղել են նաև Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը։ Տեսանյութում երևում է վկան, բայց բերման ենթարկող ոստիկաններից մի քանի մետր հեռու կանգնած։ Ավելի քան 3.5 ժամ տևած դատական նիստը ավարտվում է մի վկայի հարցաքննությամբ։ Հաջորդ նիստին ևս վկաներ են հարցաքննվելու։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։